Ես արդեն բազմիցս անդրադարձել եմ այն հանգամանքներին, որոնք կապված են այս գործով նախաքննության իրականացման հետ։ Ես արդեն ասել եմ, թե ինչ պայմաններում է ընթացել նախաքննությունը եւ ինչ խախտումներով են կայացվել քննիչի որոշումները Սուրիկ Խաչատրյանի որդու եւ Տիկնապայի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ։ Դիմելով դատարանում բողոքարկելով քննիչի որոշումները, մենք հույս ունենք, որ դատարանը կիրականացնի արդարադատություն։ Ճիշտ է, մենք այնքան էլ լավատես չէինք այն առումով, որ մենք պատկերացնում ենք, թե ինչ ճնշումներ կարող են լինել եւ կլինեն դատարանի նկատմամբ, բայց այնուամենայնիվ, երբ դիմում ես դատարան, բոլոր դեպքերում ինչ-որ հույսեր ունես, որ կարող է արդարադատություն իրականացվի, սակայն հոկտեմբեր ամսին դիմելով դատարան, այս մոտավորապես 4 ամիսների ընթացքում մենք տեսանք, որ դատարաններից նույնպես դժվար է ակնկալել արդարադատություն, եթե գործը վերաբերվում է այնպիսի անձանց, ովքեր որ որոշակի հովանավորությունից են օգտվում։ Այսօր, ինչպես գիտեք, մենք ունենք մի իրավիճակ, երբ որ մեր բողոքների քննությունը դատարանը կասեցրեց, այսինքն դատարանը որոշեց, որ ինքը մեր բողոքները կքննի միայն այն ժամանակ, երբ որ քննիչը ինքը ցանկություն կարտահայտի դատարան ներկայացնել քրեական գործի նյութերը, իսկ քննիչը այդպիսի ցանկություն չի արտահայտում։ Դատարանը որոշում կայացրեց մեր բողոքի քննությունը կասեցնելու մասին, մի որոշում, որը որ իրավաբանական տեսանկյունից շատ լուրջ թերություններ ունի իր մեջ եւ ընդհանրապես ոչ մի ձևով չի համապատասխանում այն իրավիճակին, որի մեջ մենք այսօր գտնվում ենք, այսինքն դատարանը փաստելով, որ բողոքի քննությունը անհնարին է առանց քննիչի կողմից գործի նյութերը ներկայացնելու, փոխարենը քննիչից պահանջի այդ գործի նյութերը, որոշեց գործի քննությունը կասեցնել, բողոքի քննությունը կասեցնել, մինչև որ քննիչը ինքը ցանկություն կարտահայտի նյութերը ներկայացնել դատարան։ Քննիչն էլ այդպիսի ցանկություն բնականաբար չունի եւ արդեն 4 ամիս է քննիչը հրաժարվում է գործի նյութերը ներկայացնել դատարան։ Այսպիսով դատարանն ձախողեց մեր բողոքի քննությունը, կարելի է ամփոփել այսպես։ Ինքնական հրաժարվում, այստեղ ինչ շարժում հովանավորչություն կա։ Գիտեք, քրեական գործի նյութերը դատարան չներկայացնելը կարող է վկայել այն մասին, որ քրեական գործի նյութերում կան այնպիսի տվյալներ, որոնց մասին քննիչը չի ցանկանում, որպեսզի տեղեկանա դատարանը, Ուդաղյանների կողմը եւ հասարակությունը։ Դա ինձ համար ակնհայտ է։ Հակառակ դեպքում քննիչին ոչինչ չէր խանգարում այդ նյութերը ներկայացնել դատարան։ Պարոն Ալիևյան, ինչ-որ իրավական մեխանիզմ չկա ստիպելու, որպեսզի քննչական մարմինը ներկայացնի այդ նյութերը, ասենք հատուկ քննչական կառավարության միջոցով գուցե չգիտեմ, կա ինչ-որ նման բան։ Գիտեք, դատարանը պետք է դա աներ։ Դատարանը չի անում։ Դատարանը չի անում։ Հիմա իրավական մեխանիզմը նա է, որ մենք դիմել ենք վերաքննիչ դատարան, վերաքննիչ դատարանից ենք պահանջում, որպեսզի ինքը վերանայի առաջինացյանի դատարանի որոշումը։ Վերաքննիչ դատարանը ձեզ էլ ասեմ, որ այս կարգի որոշումները, այս կարգի գործերով երբ որ կայացվում են, սովորաբար արդեն համաձայնեցված են լինում եւ վերաքննիչը վճռաբեկ դատարաններում։ Պարզապես որպեսզի մենք հետագայում ունենանք այլ մեխանիզմներ մեր բողոքները ներկայացնելու, մասնավորապես եվրոպական դատարան, մնացածը ես չեմ ուզում հիմա բարձրաձայնեմ, թե այլ ինչ ենք պատրաստվում անել։ Համենայն դեպս, որպեսզի մենք կարողանանք նաև այլ մեխանիզմներից օգտվել մեր բողոքները ներկայացնելու, մեզ բոլոր դեպքերում անհրաժեշտ է դիմել եւ վերաքննիչ եւ վճռաբեկ դատարան, թեև հույսերը, որ ներպետական ատյաններում այս բողոքը կարող է օբյեկտիվ լուծում ստանալ, գնալով պակասում են մեզ մոտ։